Պարոն Կարապետյան, օգոստոս 2-ի նիստին ներկա լինելու եք։ Այո։ Եթե անգամ ասում են կաթողիկոսի ներկայությունը չեն ապահովելու, իսկ այդ պայմաններում կգնանք։ Մենք կհանդիպենք, եթե հնարավորություն ունենանք, վերապարել այդ օրը, եթե հնարավորություն լինի, ուրախ կլինենք, հանդիպենք վերապարել։ Իսկ ինչպես եք մեկնաբանում, որ կաթողիկոսին չեն հրավիրում ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նիստին։ Արդեն մեկնաբանությունը ամբողջությամբ պարզ է, մեր եկեղեցու համադրությամբ գրված է, որ կաթողիկոսը պետք է լինի այնտեղ։ Կաթողիկոսը ընտրվում է հատուկ ձևաչափով, որը ունիկալ է աշխարհի եկեղեցիների մեջ, բոլոր եկեղեցիներում։ Կաթողիկոսին ընտրում է միայն կրոնական առաջնորդները։ Գրեթե բոլոր հայկական եկեղեցում կաթողիկոսին ընտրում է ամբողջ հայությունը, ամեն 15,000 մարդուց մեկը, ու այդ պատճառով ինքը ունի լեգիտիմ իրավունք, նա մեր վեհափառն է, ու մի քաղաքական գործիչ իրավունք չունի խառնվելու կաթողիկոսի կամ ընդհանրապես եկեղեցու գործերին, եկեղեցու իրավունքներին։ Ներեք, հիմա երբ որ օրինակ ուժեղ Հայաստանը լինի այնտեղ ներկա, արդյոք չի լեգիտիմացնում իշխանության այն որոշումը, որ կաթողիկոսն այնտեղ անելիք չուներ։ Ոչ։ Իսկ մարտավարությունը, պարոն Կարապետյան, հիմա խորհրդարանի նախագահ են ընտրելու, փոխնախագահներ, հարց ու պատասխան, ելույթներ, թե բոյկոտելու եք այդ մասով։ Դրանք արդեն ընթացքում, երևի այսօր էլ սահմանափակվենք այսքանով, դրանք արդեն ընթացքում տեղը կպային։ Իսկ քվեարկելու եք կողմ թե ոչ ազգային ժողովի նախագահի տեխնացիանը։ Ընթացքում իրենց կողմից առաջադրված Թուրքիայում կրթություն ստացած ու այդ կրթության մասին տեղեկատվությունը կեղծած մարդու, որ բացեի բաց Ալիկ Ալեքսանյանը նույն ձեր ասած դուրս եկավ հարցնում ասма դուք սովորել եք Սաբանջի համալսարանում։ Չի ասում դուք սովորել եք Թուրքիայում։ Այո, հեսա կպատասխանեմ այդ հարցին։ Դուք ուսում եք ստացել Թուրքիայում։ Մարդը մյուս օրը դուրս է գալիս, ասում է ես ուսում չեմ ստացել, բոլորից աչքին նայելով։ Ալիկ Ալեքսանյանը ապացույցն է ներկայացնում։ Դրանից հետո նա դուրս է գալիս, ասում է դա fellowship է։ Ճիշտ է բառացի։ Ուսումնասիրություն։ Ուսումնասիրությունը հայերեն բառարանով։ Երբ որ մենք նայում ենք, բացում ենք հայերեն բառարանը, ուսումնասիրությունը, հոմանիշը սովորելն է։ Այդ մարդը գնացել է դաս է ստացել թուրքերից։ Ու դրա մասին ամենավտանգավորը չի ասել մեզ։ Եթե այլ տեխնացու լինի, թող բերեն նայենք։ Չի ասել ինչ է նկատում, որտեղ կենսագրականում միշտ այդ դրվագը նշված է եղել։ Այսինքն ձեր թիմակիցը ինչ որ բացահայտում չի արել։ Մեր թիմակիցը այդ օրը հայտարարությունից հետո նա ասաց, որ ես երբեք չեմ սովորել Թուրքիայում։ Բանը այդ անձը, ում իրենք առաջադրում են ազգային ժողովի նախագահ։ Նույն օրը կարող եք նայել։ Իսկ Արամ Վարդևանյանն է լինելու ազգային ժողովի նախագահի ձեր։ Դա արդեն խոսենք։